Ողջույն հարգելի խոյեր, սա ձեր հորոսկոպն է մայիս ամսվա համար։ Մայիսի 1-ին հենց անմիջապես առաջին օրը տեղի կունենա լիալուսին ձեր 8-րդ տանը ֆինանսների ոլորտում։ Լիալուսինը ամբողջական լուսին է, միշտ ինչ-որ բան բացահայտում է։ Եվ այն շատ ուժեղ է առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն մայիսի 1-ից մինչև 8-ը, ու ձեզ մոտ կլուծվեն ֆինանսական հարցերը։ Սա կարող է լինել մեծ գումարի մուտք։ Դա կարող է լինել ուրիշ մարդկանց ռեսուրսներ, օրինակ, եթե դուք ամուսնացած եք, ձեր երկրորդ կես, եթե ոչ, ապա ձեր ընտանիքի անդամների, ուրիշների գումարն է, որ դուք կարող եք ստանալ, նաև կարող պետությունը ձեզ ուղղակի գումարներ տա, կամ ինչ-որ պատասխան իմանաք դրա վերաբերյալ։ Հնարավոր է դա լինի վարկի ձևակերպում, բանկային գումարներ, ապահովագրական վճար, կարող է կապված լինել նաև հարկայինի հետ։ Նաև հակառակը, կարող է դուք վճարեք հարկեր կամ փոխեք հարկային համակարգը, կարող է վերաֆինանսավորեք ձեր վարկը, հնարավոր է դա լինի ուսման դրամաշնոր, կրթաթոշակ, ալիմենտ կամ ինչ-որ մեկի աջակցությունը ձեր բիզնեսում, ինչ-որ մեկը ներդնի գումար, կարող է լինել համատեղ նախագիծ, համատեղ բիզնես, համագործակցություն և դուք գումար ստանաք տվյալ մարդուց, որովհետև 8-րդ տունը դա ուրիշի գումարն է, դա կարող է լինել ամուսնու կամ կնոջ եկամուտը կամ ծնողների օգնությունը։ Բայց այն, որ ֆինանսական թեման ձեզ մոտ շատ ակտիվ կլինի և պետք է լուծեք ինչ-որ ֆինանսական հարց, դա շատ հավանական է։ 8-րդ տունը նաև կապված է անսպասելի իրավիճակների հետ, կարող է պետք գա գումար ինչ-որ խնդրի լուծման համար, ինչ-որ բանի համար, որ չեք պլանավորել։ Եվ նաև 8-րդ տունը գաղտնիքներն են, միստիկան, էզոտերիկան, հնարավոր է ձեզ շատ հետաքրքրի այդ թեման, կամ հոգեբանությունը, հոգեթերապիան ևս ձեզ հետաքրքրի։ Կարող եք դիմել հոգեբանի։ Իդեպ 8-րդ տունը նաև ինտիմ հարաբերություններն են, որովհետև այն կապված է վստահության հետ, ինչպես ֆինանսներում, այնպես էլ մարդու նկատմամբ վստահության հետ, մարմնի վստահության։ Նաև հոգեբանի, որ պատմում եք, ևս վստահում եք իրեն, որ պատմում եք։ Այս վստահության և արժեքների թեման շատ կարևոր կլինի հատկապես ամսվա առաջին շաբաթում։ Բայց ընդհանրապես ֆինանսների և արժեքների թեման ամբողջ մայիս ամսվա ընթացքում ձեզ հետ կլինի։ Լիալուսինը միշտ ինչ-որ բան բացում է, բացահայտում է գաղտնիքները և այն, ինչ դուք չգիտեիք, կարող է բացվել։ Եվ հնարավոր է, որ դուք պետք է որոշում ընդունեք հենց այդ լիալուսնի ժամանակ։ Օրինակ, ինչ-որ մեկի հետ կարող է ինտիմ կապի մեջ եք, բայց չգիտեիք, որ նա ամուսնացած է և կարող է բացահայտվել։ Մայիսի 4-ին Մերկուրին փոխում է նշանը և մտնում է ձեր երկրորդ տուն։ Մերկուրին դա այն է, թե ում հետ ենք մենք շփվում, դա տեղեկատվությունն է։ Իսկ երկրորդ տունը դա գումարն է, եկամտի աղբյուրը, աշխատավարձը, աշխատանքը, գնումները։ Այսինքն ուր ենք ծախսում մեր գումարները։ Եվ այստեղ կարող է լինել ինչ-որ ինֆորմացիա, տեղեկատվություն աշխատանքի մասին կամ գումարի հետ կապված ինչ-որ հարցերի մասին, կամ դա կապված կլինի աշխատանքի հետ կամ ինչ-որ վճարումների հետ, կամ գումար կստանաք այս ընթացքում։ Կարող է նաև լինել գնումներ։ Մայիսի 4-ին կարող է ինչ-որ գնում անեք կամ ստորագրեք փաստաթղթեր գնումների հետ կապված, ինչ-որ գործարք, այդ դեպքում ավելի շատ մարդոտեխնիկա է գնում և այնտեղ ստորագրում է։ Օրինակ դա կարող է լինել տան կամ բնակարանի համար կանխավճար տաք, մեքենա գնեք կամ տան համար ինչ-որ բան գնեք, կամ կարող է պարզապես շոփինգ լինի։ Մայիսի 4-ին և 5-ին կարող է պարզապես շոփինգ անելու տրամադրություն ունենաք և գնաք շոփինգի։ Մայիսի 6-ին Պլուտոնը մեր ամենահսկա ուժեղը մոլորակը, չնայած որ ինքը շատ փոքր է, գտնվում է ձեր 11-րդ տանը, ընկերների և շրջապատի տանը։ Դա կարող է լինել նաև ինչ-որ կազմակերպություն, որի անդամն եք այսքան ժամանակ։ Ընդհանրապես 11-րդ տունը ցույց է տալիս ում հետ եք շփվում և ինչպես եք շփվում իրենց հետ։ Դա կարող է կապված լինել ձեր թիմի հետ, որի հետ աշխատում եք, կամ ձեր ընկերների ու մտերիմների հետ։ Եվ Պլուտոնը հիմա հետադարձ է լինում ձեր հենց 11-րդ տանը մինչև հոկտեմբերի 16-ը։ Սովորաբար, երբ մոլորակը հետ է գնում, հատկապես այդքան ուժեղ մոլորակը, ինչպիսին Պլուտոնն է,
որը փոխակերպումների մոլորակն է, կարող են փոխվել հարաբերությունները ընկերների հետ, ձեր շրջապատի հետ, դուք կարող եք փոխել ձեր կարծիքը, մնալ որևէ խմբում, թե դուրս գալ, կամ կարող եք փոխել ձեր աշխատանքը, օրինակ կարող եք ինչ-որ մի թիմի հետ եք աշխատում և հիմա փոխեք, գնաք մեկ այլ բաժին, ոնց որ մեկ այլ թիմի հետ սկսեք աշխատել, ինչ-որ եթե բիզնես ունեք, կարող եք օրինակ աշխատում եք, ոնց որ ինչ-որ բաժակներ բերող արտադրողի հետ և հիմա փոխեք, ասեք չէ, ինքը լավը չէ, և փոխեք մեկ այլ մարդկանց հետ, կարող են լինել մեծ փոփոխություններ և փոխակերպումներ, Պլուտոնը ղեկավարում է ձեր 8-րդ տունը, ֆինանսների տունը և հենց այդ տեղը, որտեղ մայիսին լինելի է լիալուսին, այսինքն 8-րդ տան թեման շարունակվում է նաև մայիսի 6-ից հետո, կարող է լինել մի տեսակ գագաթնակետային պահ, ինչ-որ վերջնակետ, և Պլուտոնը շրջվում է հետադարձ, և դուք կարող եք ինչ-որ բան իմանալ ձեր ընկերների մասին, կամ ընկերները կարող են ինչ-որ բան ասել ձեր զուգընկերոջ մասին, որի հետ ունեք մտերիմ կամ գործնական հարաբերություն կամ ինտիմ հարաբերություններ, ինչպես որ ես նշեցի, կարող է բացահայտվել, և դուք կարող եք ցանկանալ կամ ավարտել այդ հարաբերությունները կամ փոխել պայմանները, կամ հակառակը դուք ցանկանում եք ստորագրել ինչ-որ ֆինանսական պայմանագիր, բայց ուզում եք ինչ-որ բան փոխել դրա մեջ, մինչև ստորագրելը, ինչ-որ փոփոխություններ մտցնել, որովհետև կետեր կան, որոնք ձեզ դուր չեն գալիս, ձեր մոտ առաջին շաբաթը շատ ուժեղ է լինելու ընդհանրապես բոլորի մոտ, և հենց դրանից էլ կախված կլինի ձեր ապագա եկամուտները, մայիսի 16-ին կլինի նորալուսին, ձեր երկրորդ տանը, գումարի ոլորտում, և նորություններ կլսեք գումարի վերաբերյալ, նորալուսինը միշտ բերում է նորություն, կարող է լինել աշխատանքի նոր առաջարկ, կարող է լինել բիզնես նոր գաղափարներ, կարող է դուք ձեր բիզնեսում նոր աշխատակիցներ ընդունեք կամ մտցնեք նոր կանոններ ձեր բիզնեսում կամ ձեր աշխատանքի վայրում, կամ ինչ-որ ձեզ համար նոր կանոններ մշակեք, թե ինչպես եք շարունակելու աշխատել այդ աշխատանքի վայրում, ոնց որ այլևս այս մարդու հետ չեմ շփվի, այլևս այս թեմայով չեմ շփվի և այլն, ընդհանրապես կարող է լինել նոր տեղեկատվություն, նոր ինչ-որ նորություններ լսեք, կամ սա կարող է լինել նոր գործարքի կնքում, առք ու վաճառքի կամ աշխատանքի հետ կապված պայմանագրի ստորագրում կամ որևիցե նոր եկամտի աղբյուր, կարող է նույնիսկ աշխատանքի հետ կապ չունենա, կարող է դուք պարզապես սկսեք ինչ-որ տեղից գումար ստանալ, կամ ինչ-որ մեկը ձեզ օգնի, աջակցի, կամ այդպես միանգամից մեծ գումար տա ձեզ, կարող է բացվել ձեր առջև նոր ֆինանսական հնարավորություններ, մայիսի 16-ից հետո ընկած շաբաթը շատ կարևոր է, մինչև մայիսի 23-ը, մայիսի 18-ին Մերկուրին փոխում է իր նշանը և մտնում է ձեր 3-րդ տուն, իսկ 3-րդ տունը շփումն է, կապերը, ծանոթությունները, հաղորդակցությունը, կարող է նաև կապված լինել ուսման հետ, նոր բաներ սովորելու հետ, մայիսի 18-ից դուք սկսված իհարկե դուք ավելի շատ կսկսեք շփվել հարևանների հետ, քույր եղբոր հետ, կարող է նաև ճանապարհորդություն լինի, բայց կարճ, ոչ շատ հեռու, կարող եք շատ տեղաշարժվել, շատ գնալ այս ու այն կողմ, կարող է նաև թռիչք լինել, մի քանի օրով ուրիշ տեղ գնաք, էլի հետ գաք, ոմանք կմասնակցեն սեմինարների, վեբինարների կամ կծանոթանաք նոր մարդկանց հետ, ովքեր ձեզ ինչ-որ կարևոր տեղեկատվություն կտան, հնարավոր է նաև փաստաթղթեր ձևակերպեք մայիսի 18-ից հետո, մայիսի 19-ին Մարսը ակտիվ մոլորակը փոխում է նշանը և մտնում է ձեր 3-րդ տուն, մայիսի 1-ից մինչև 19-ը Մարսը ձեր նշանում էր առաջին տանը և դա նշանակում է, որ դուք ավելի ակտիվ էիք, ձեզ մոտ շատ էներգիա կլինի այս ընթացքում, կարող եք սպորտով զբաղվել կամ կարող է շատ կենտրոնացած լինեք արդեն ձեր նպատակների վրա, կարող եք լինել շատ ակտիվ, շատ շարժվել, բնական փնտրել, ինչ-որ կազմակերպություն, աշխատանք փնտրել և այլն, բավականին ակտիվ և ձեր եթե գործունեություն եք ծավալում, ապա ձեր գործունեությունը ակտիվ այդպես ծավալեք, լուծեք ինչ-որ հարցեր, իսկ արդեն
մայիսի 19-ից հետո բնականաբար արդեն տեղափոխվում է երրորդ տուն եւ արդեն կզբաղվեք ավելի շատ շփմամբ, ավելի միայն թե այդտեղ մեքենայի տունն է նաեւ կարող եք ավելի արագ վարել մեքենան։ Դուք չգիտեք ձեր անձնական հորոսկոպում ինչ միացումներ ունեք եւ պետք չի ռիսկի դիմել, արագ մի վարեք։ Մի խոսքով մայիսի առաջին կեսը շատ էներգիավլի է, շատ ակտիվ շրջան է, իսկ արդեն մայիսի 19-ից հետո արդեն բնականաբար փոխում է իր տունը եւ մտնում է արդեն մեկ այլ տուն։ Մայիսի 1-ից մինչև 19-ը, բացի այն, որ Մարսն էր գտնվում ձեր նշանում, նաեւ Սատուրնի եւ Նեպտունի հետ էր։ Մարսը ոնց որ շատ էներգիա է ձեզ տալիս, բայց Սատուրնի հետ ոնց որ մի քիչ իրար խանգարում են, որովհետև Սատուրնը ուզում է որ ամեն ինչ ավելի հանգիստ անեք, ավելի դանդաղ, ավելի կայուն, մի քիչ երկար մտածեք, երկարաժամկետ հարցերի վերաբերյալ մտածեք, անեք, ստեղծեք եւ ամուր հիմք ունենա ձեր ստեղծածը։ Իսկ Մարսը ուզում է ամեն ինչ արագ անել։ Դե բնականաբար Նեպտունն էլ ամեն ինչը այդպես վարդագույն է սարքում եւ Մարսի հետ այդպես հայո կարող եմ սա անել շատ արագ, այսպես անեմ, կստացվի, ձեզ նման ինչ որ էներգիա կտա։ Դրա համար մայիսի 1-ից մինչև 19-ը կարող են լինել տարբեր իրավիճակներ։ Երբ մի բան արագ է լուծվում, դուք շտապում եք անել, իսկ մյուս մասը դանդաղ է լինում։ Ավելի ծանր, ինչ-որ երկարատև process է, հա, մտածում եք, ասում եք, սա հələ ինչ արագ արեցի, իսկ սա ավելի դանդաղում է կամ սահմանափակումներ է դնում ձեր առջև։ Երկու տարբեր այդպես ռիթմում կլինեք դուք։ Բայց արդեն մայիսի 19-ից հետո Մարսը արդեն դուրս է գալիս ձեր նշանից եւ մտնում է երկրորդ տուն եւ կրկին ուշադրությունը գնում է դեպի գումարը, արժեքները, ձեռքբերումները։ Երկրորդ տունը դա նաև մեր մարմինն է, մեր մարմնի տունն է կարող։ Դուք սկսեք ավելի շատ զբաղվել ձեր մարմնով, սպորտով զբաղվեք, գնաք մարզասրահ։ Կարող ավելի շատ ուշադրություն դարձնեք սննդին, որովհետև երկրորդ տունը նաև ռեսուրսներն է եւ էներգիան։ Կարող է դուք սկսեք ավելի շատ ներդրումներ անել ձեր մեջ, ձեր էներգիայի վրա աշխատեք, բայց միևնույն ժամանակ սա կարող է նշանակել նաև ավելի շատ աշխատանք, որովհետև Մարսը էներգիա է պահանջում եւ ստիպում է մեզ շատ ծախսել մեր ուժը։ Այսինքն կարող է շատ տեղաշարժ լինի, շատ գործեր, ավելի շատ հաճախորդներ, ավելի շատ աշխատանք եւ դուք կարող եք ավելի արագ հոգնել։ Մարսի երկրորդ տանը ոնց որ մեզ այդպես ուժեղ էներգիա է տալիս եւ դա կարող է լինել այնպիսի զգացողություն, որ կարծես գումար եկավ, ուզում եք ծախսեք, անընդհատ սա տեսակ ուզում եք գնեք, այդպիսի ինչ որ պահեր կլինեն ձեզ մոտ, իմպուլսիվ ծախսեր բավականին շատ կլինեն։ Դրա համար, եթե չեք ուզում գումարի պակաս ունենաք ամսվա վերջում, ապա լավ կլինի շատ գումարով դուրս չգալ տանից։ Անգամ այն կարգի կարող է, որ ինչ որ մեկից պարտքով գումար ուզեք, հենց դա գնելու համար։ Մայիսի 19-ից հետո կլինեն բավականին շատ ծախսեր, պետք է զգուշնեք, որովհետև դուք կարող եք լինել իհարկե իմպուլսիվ, արդեն ասացի, հանկարծակի գնումներ, իսկ մայիսի 20-ին Վեներան մտնում է ձեր 4-րդ տուն, 4-րդ տունը դա այնտեղն է, որտեղ մենք ապրում ենք, դա մեր տունն է։ Կարող են լինել հյուրեր, որոնց սպասում եք, կարող է ինչ-որ բան նշեք, տոն, խնջույք, նաև բնակարանամուտ, ինչու չէ։ Կարող է ցանկանաք տեղեկացնել, գեղեցկացնել տունը, գնել ծաղիկներ, ինտերիերը գեղեցիկ դարձնել, կարող է գնել նոր վարագույրներ, բարձեր, ինչ-որ մի բան, տան համար, գարնանը վերաբերվող, ամառային վարության մի բան, բաց գույների երանգներ։ Կարող է լինել լավ նորություններ ընտանիքի վերաբերյալ, հատկապես ծնողների հետ կապված նորություններ։ Դա կարող է նաև լինել տեղափոխություն ավելի լավ վայր կամ անշարժ գույքի գնում կամ վաճառքը լավ պայմաններով ձեր ուզած արժեքով տունը գնեք կամ վաճառեք։ Ընդհանրապես ամեն ինչ ինչը կապված է ձեր ընտանիքի, տան, ձեր ապրելու վայրի հետ այս շրջանում ձեզ կուրախացնի։ Վեներան այստեղ կլինի մայիսի 20-ից մինչև հունիսի 14-ը։ Հայրենիքի մասին նույնպես տեղեկություն կիմանաք, գուցե տեղափոխվեք, գուցե գնաք հայրենիք, այդքան ժամանակ ապրեք այնտեղ, եթե դրսում եք։ Նաև այս 3 շաբաթը կարող եք լինել այնպիսի մի տեղ, որտեղ որ ձեզ բավականին հարմարավետ կզգաք, ինչպես որ ասում են, կզգաք ձեզ ինչպես ձեր տանը։
Չորրորդ տունը նաև ապահովության ու հարմարավետության զգացողությունն է։ Կարող է նույնիսկ հյուրանոց լինի, ձեզ դուր գային, շքեղ լինի, հարմար, հոգատար վերաբերմունք լինի, միջավայրը լավը լինի։ Կամ կարող եք գնալ մայրիկի մոտ, որտեղ նա կհոգա ձեր մասին։ Ամեն մեկի մոտ տարբեր կարող է դրսևորվել սա։ Վեներան համենայն դեպս բացի սերը նաև գումարն է եւ այնտեղից կարող գումար ստանալ, միգուցե ժառանգություն է, միգուցե տուն ձեռք բերեք կամ վաճառեք եւ այդ գումարը գա այս շրջանում։ Մայիսի 22-ին արևն է փոխում, իր նշանը մտնում է ձեր երրորդ տուն, մայիսի 1-ից մինչև 22-ը արևը կգտնվի ձեր երկրորդ տանը եւ ուշադրությունը ձեր գրավիրի ֆինանսների եւ եկամուտների հարցին եւս էլի։ Նա կարող է եկամուտներ բերել։ Մայիսի 22-ից հետո արևը երրորդ տանը դա ինքը մինչև 22-ը երկրորդ տանն էր, հիմա երրորդ տանը։ Շատ շփումներ կբերի, հանդիպումներ, բանակցություններ, կարող է լինել ուսուցում, սովորեք, նոր ծանոթություններ, կարող եք ծանոթանալ ազդեցիկ կամ հայտնի մարդու հետ, կարող եք գնալ ինչ-որ հայտնի մարդու դասախոսությանը, մասնակցեք ոչ նման տեղ, օգտակար տեղեկություններ ստանաք։ Կարող եք նաև կապ հաստատել պետական հիմնարկությունների հետ, հարցազրույցի գնաք, փաստաթղթեր ստանաք, քննություններ հանձնեք, ճիշտ են ժամանակն է, նաև երեխաները դպրոցն են ավարտում, ամեն ինչ լավ կարող է անցնել։ Նույնը հենց երրորդ տունը հենց ուսումն է եւ երեխաները ովքեր որ ունեն երեխաները դպրոցների 2 օր եւ դպրոցը կավարտեն, չգիտեմ այս տարի երբ է։ Մայիսի 31-ին տեղի կունենա լիալուսին, այս ամսում կա 2 լիալուսին, մեկը մայիսի 1-ին է, մյուսը մայիսի 31-ին։ Մայիսի 31-ի լիալուսինը ձեր հորոսկոպի 9-րդ տանն է տեղի ունենում։ 9-րդ տունը կապված է ճանապարհորդությունների, արտերկրների, հեռավոր երկրների հետ։ Կարող է լինել արտասահմանյան անձնագրի ստանալը, վիզա, քաղաքացիություն, հարցազրույց, քաղաքացիության հետ կապված կամ պատասխանը ստանաք։ Լիալուսինը սովորաբար պարզություն է բերում իրավիճակին, կարող է լինել հանդիպումներ օտար երկրացու հետ։ Կարող եք ամրագրել հյուրանոց, տոմսեր, պլանավորեք հանգիստ, ծանոթանաք այլ մշակույթի հետ, այցելեք մեկ այլ ինչ-որ եկեղեցիներ, մեկ այլ տեղեր, որտեղ կարող ձեզ հետաքրքրել։ Կարող են ձեզ պատմել ինչ-որ մի տեղի մասին նաև։ Հետ ուզում եմ նշել, որ նաև այդ օրը այդ լիալուսինը տեղի ունենում 2 շատ վատ աստղի ներքո, որ բերում է շատ վատ իրավիճակներ բավականին եւ պետք է բացի այն լիալուսինը, որ շատ էներգիա ունի, նաեւ այդ էներգիան, որոնք որ տալիս են այդ աստղերը, դրանք ավելի վատ են։ Փորձեք այդ օրը տանից դուրս չգալ շատ, մնացեք տանը ուղղակի։ Ոչ միտեղ մի գնացեք, ոչ միտեղ մի ճամփորդեք, ոչ մի բան մի արեք։ Եվ փորձեք հեռու մնալ այն տեղերից, որտեղ որ պատերազմական իրավիճակ է տիրում։ Նաև կարող եք այս լիալուսնի ժամանակ մայիսի 31-ից ձեզ համար բացահայտել ոչ ուսուցիչ կամ ինչ-որ փիլիսոփա, ում կարող եք սկսել լսել, կարող եք զգալ, որ նա ձերն է, ճիշտ է խոսում, որովհետև 9-րդ տունը միայն մտածելակերպը չէ, դա նաև ձեր աշխարհայացքի ընդլայնումն է, ձեր մտքի զարգացումը, սա գլոբալ տուն է, սա հասկանալն է, որ մենք բոլորս տարբեր ենք, բայց միևնույն ժամանակ նման ենք իրար, սա մշակույթների տունն է, լեզուների, տարբեր երկրների, միգուցե լեզուներ սովորեք կամ ավարտեք լեզուների վերջում, դա տոներն են օրինակ օտար երկրների, միգուցե ձեզ հետաքրքրի կամ ինչ-որ տեղեկություն ստանաք, որ այս երկրում այս տոնը կա եւ որ օրն է։ Նոր մշակույթ, ոնց որ մարդը ուզում է զարգանալ եւ նոր մշակույթների մասին իմանալ։ Սատուրնը ձեր նշանում է, նաեւ Նեպտունն է ձեր նշանում։ Սատուրնը ավելի շատ մեզ համար ուսուցիչ է, յուրաքանչյուր մարդու համար, որը սովորացնում է մարդուն կարգապահություն, որ լինեն ավելի կոկիկ, պատասխանատվության զգացումը,
վերցնեն իրենց վրա, ավելի շատ պատասխանատու լինեն, որ ճիշտ ժամին գնան աշխատանքի, ճիշտ ժամին դուրս գան, եւս այնտեղ եւս անեն ամեն գործ պատասխանատվորեն։ Սատուրնը կազդի ձեզ վրա, ձեր ում ասինդենտը, որ խոյ նշանում է, ավելի շատ ձեզ վրա կազդի, ովքեր որ ծնվել են ում որ ասինդենտը ավելի շատ այստեղ 8-ից մինչև 13 աստիճան է, ապա ձեզ վրա բավականին շատ կազդի, հատկապես ովքեր որ ծնվել են մարտի վերջից մինչև ապրիլի այնտեղ 2-3, հա, այդ ժամանակահատվածում ձեր վրա ավելի շատ ուժեղ կլինի Սատուրնի ազդեցությունը, որտեղ դեռ ինքը նոր է մտել եւ ինքը դեռ այդ սկզբի աստիճաններում է։ Այս ժամանակահատվածում հնարավոր է, որ այնպիսի իրավիճակներ ստեղծվեն ձեզ համար, որ պետք է վերցնեք պատասխանատվությունը ձեզ վրա։ Միգուցե կարևոր պաշտոն են ձեզ տալիս։ Միգուցե որտեղ առաջին տունը դա մեր կյանքի բոլոր ոլորտներն են եւ կարող է ինչ որ միտեղ հա ձեզ կարևոր պաշտոն են տալիս, կարևոր առաջադրանք են տալիս եւ դուք պետք է այդ պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա եւ անեք եւ կարող է միգուցե պետք է լուրջ որոշումներ կայացնեք, հստակ որոշումներ կայացնեք, հա Սատուրնը պահանջում է դա ձեզանից։ Եվ ճիշտ է Նեպտունն էլ է այնտեղ, բայց այս շրջանում երբ որ դեռ ինքը այդ աստիճաններում է, ոնց որ վարդագույն ակնոցները կընկնի ձեր աչքերից եւ որովհետեւ ինքը ավելի առաջ է, քան Նեպտունը։ Եվ ամեն ինչը կսկսեք ավելի ուրիշ կերպ տեսնել, ուրիշ ձև ընկալել։ Շատ հետաքրքիր ամիս է ձեզ համար, շատ լավ ամիս է ձեզ համար, ֆինանսական առումով է շատ լավ ամիս, եւ ուրիշի գումարները եւ ձեր գումարները ոնց որ շատ ավելի իրենք էին ձեզ մոտ եւ տունը բնականաբար։ Եվ ովքեր որ ունեն առաջին տանը, ձեզ մոտ առաջին տանն է գտնվում խոյ նշանը, դուք եւս կարող եք նայել սա։ Բացի այն, որ ասցենդենտով խոյ կարող եք լինել ամսվա նշանով եւս, լուսնայինով եւս։ Շատ մարդիկ կարող են վարկ վերցնել անշարժ գույք ձեռք բերելու համար օրինակ եւ նոր պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա, այսինքն ամեն ամիս սկսեք այդ վարկը փակել կամ ավելի մեկ այլ բանի համար, որ հարկավոր կլինի եւ վերցնեք եւ նոր պատասխանատվություն է դա ձեզ համար։ Երկար մտածեք ամենայն դեպս նոր պատասխանատվության տակ հայտնվելու համար, չկողք իմանալ 3 տարի դա կտևի, թե 30 տարի, դրա համար պետք է իրոք շատ երկար մտածել։ Այսքանը ձեզ համար հարգելի խոյեր, ցանկանում եմ, որ սա ձեր համար լինի ամենալավ ամիսը, գարնան ավարտն է սա, եւ գտնեք ձեր արժեքը, ցանկանաք տուն կառուցել եւ երկար մտածեք յուրաքանչյուր պարտքի եւ վարկի վերաբերյալ։ Այսքանը, լավ եղեք։